Սիրելիներս, ինչպես միշտ ես շատ մտահոգված եմ ամեն մեկիդ հոգու փրկության համար, որովհետև Քրիստոս ապրում է մեր սրտի մեջ, եթե ճշմարիտ ծառան ես Աստծո, ամբողջ հոգով նվիրյալ Քրիստոսին, դու պետք է ամեն վայրկյան քո կյանքում տեսնես հրաշքներ, այդպես է ասում Սուրբ Օգոստինոսը, եւ դա կենդանի հավատքն է, մեռած հավատքը ոչ մի վարձ չունի, եւ մարդիկ կան, որոնք իբր թե եկեղեցի են գնում, Քրիստոս են հավատում, բայց անգամ չեն հավատում, որ մահից այն կողմ կյանք կա, եւ ինչպես անել, որպեսզի այս մարդիկ հավատան, թող իրենք խնդրեն Աստծուց հավատք, որովհետեւ դա մի բան է, որը անգամ վկայությամբ, ինչպես եւ Տերը ասեց, եթե անգամ մեռելները հարություն առնեն եւ գնան վկայեն, այս մարդիկ էլի պիտի չհավատան, բայց որպես կողմնորոշում ես ձեզ կարող եմ ասել, դուք անում եք բարի գործ եւ դուք երջանիկ եք, դուք անում եք չարություն, սեքս, միշտ սոված, միշտ անբավարարված եւ ի վերջո խելագարվում է, այսինքն դուք հետևում եք Աստծո կանոններին, պատվիրաններին եւ մանավանդ բարի գործ եք էությամբ, դուք ապրում եք երջանիկ կյանքով, ուրեմն ինչ-որ մի զորություն կա, որի տակ եք դուք, what goes around comes around, ասում է ամերիկացին, անգամ բուդդիստները ասում են կարմա, չարությունը անես, չարությունը քեզ հետ է գալու, բայց դա Աստված է կազմակերպում, իրենք կարծում են, որ ամեն ինչը ինքնաբերաբար է, այդպես չէ, եւ իհարկե, ես մեծ երջանկություն զգացի իմ կյանքում, երբ որ իմ ամենօրյա ժամը, րոպեն կապված էին մեր սրբերի աշխատությունների հետ եւ ուսուցման հետ եւ նորից ինձ ցնցեց Սուրբ Եզնիկ Կողբացին իր բացարձակ դատողական հանճարով, գիտեք ինչ շատ հեշտ է սովորած բանը կրկնել, բայց նա ոչինչ սովորած չունի, նա ինքն է իր տրամաբանությամբ ճեղքում քարը եւ իմ ամբողջ աշխարհը կարդում է եւ ես աղոթում եմ, որ Աստված աշխատի բոլոր մարդկանց հետ, ովքեր կարդում են իմ թարգմանությունները, ես սա չեմ ասում որևէ մեկից գովեստներ, ինձ չի կարելի գովեստներ ընդունել, ես ձեզ ասեմ, բայց ես կարող եմ ասել, որ իմ բոլոր թարգմանությունները հատուկ են, ինչու՞, որտեղ ունեն ծանոթագրություններ, որոնք ներկայացնում են հակառակ կողմը, գիտական կողմը, ժամանակակից մեկնաբանություններ, կրոնական, այսինքն թե քննարկումը, ինչպես դու չիմանաս ինչ է ամբողջ զրադաշտական կրոնը իր էությամբ, որպեսզի հասկանաս Եզնիկի քննադատական մտածողությունը եւ վերլուծությունը, այսինքն բազմակողմանիորեն ես ներկայացրել եմ ամեն ինչ, եւ նրանք ովքեր ունեն խելք եւ մտածողություն, նրանք կարող են շատ օգտվել այս ուսուցումից, ասում է դու կուտակում ես դևի համար, դու տալիս ես, քո ունեցածից տալիս ես հրեշտակներին, ամեն ինչ այնքան բանաձևային ձևակերպում ունի, որ մնում ես ուղղակի ապշած, չես կարող հակառակ ասել, այսինքն թե աքսիոմատիկ ճշմարտություններ է ասում, անգամ գիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն չկա, իմացեք, ամեն ինչ մարդը ինչ է ֆիզիկայի օրենքը ինչ է ասում է Սիստեմի ներսում դու չես կարող ճանաչել սիստեմը, դու պետք է դուրս գաս սիստեմից, որ ճանաչես, մենք տիեզերքի մեջ ենք, մենք մատերիայի մեջ ենք, երբ որ մենք մեր մարմնից դուրս կգանք, այն ժամանակ ամեն ինչը մեզ հասկանալի կլինի պարզ, բայց հիմա անգամ մատերիալիստական գիտությունները, ֆիզիկան, ամեն օր իրենց հերքում են, հա սիրելիներս, նորից ես ասում եմ, կրկնում եմ այստեղ, աքսիոմատիկ ճշմարտություն, այն, որ Տեր Հիսուս Քրիստոսը Աստված է, անձ է առանձին, զգուշացեք տաթևացի ասողներին, տաթևացին
կրկնել եմ, ասել եմ, մեկնաբանել եմ, ներկայացրել եմ, նա հերձված ող է, նա չի ընդունում 3 անձը, նա ընդունում է մեկ անձ եւ տարբեր դեմքերով երևացող Քրիստոս։ Այլ մարդով խոսում է դատեվածուց եւ վերջը պիտի գժվի իմացեք սա, որովհետեւ դա Աստծուն հաճելի չէ։ Նորից Դավանաբանությունը, աստվածային ճշմարտությունը գալիս է Աստծո հայտնությունից, մենք չենք հնարում դա։ Մենք կրկնում ենք։ Եվ դա եղել են սրբեր, եպիսկոպոսներ, վարդապետներ, դարեր, որ 2000 տարի նրանք վավերացնում են, ինչն է սխալը, ինչն է ճիշտը։ Եվ երբ որ ինչպես ասած է դուք ճիշտի մեջ եք, մշտապես Աստված ձեր կյանքում է։ Երեք էլ ես հրաշքներ տեսա։ Այս շաբաթ ես 4 հրաշք եմ տեսել։ Իմ հարևանության հետ կապված, ուրիշ մարդկանց հետ կապված, իմ հետ կապված, Աստված ներկա է քո կյանքում։ Եթե դու հավատում ես այն դոգմատիկ ուսուցմանը, ուղղափառ եւ փոխանցված մեզ մեր սրբերից, դու ինքդ դառնում ես հրաշագործ։ Ծիծաղում եք, երբ որ Տերը ասում է, եթե անգամ այս լեռանը ասես շարժվի, հավատքով ասես պիտի շարժվի։ Չփորձես ասել, փորձել ուրիշ է, բայց լինում է այնպիսի դեպքեր, երբ որ քո սրտի վրա լեռը չէ, մոլորակ է ծանրացած, եւ ասում ես շարժվիր, եւ շարժվում է։ Ինչպես է շարժվում։ Ամբողջ սիստեմով, ամբողջ եկեղեցական վիրապետության սիստեմը, խոստովանությունը, ապաշխարանքը, քահանայի արձակումը, որից հետո դու ստանում ես մանկան հոգի։ Արդյոք սա ներկա է մեր եկեղեցում այսօր առաքել, որտես կնայում ես հայոց առաքելական, չէ, հայ առաքելական եկեղեցի։ Սա նոր ձևակերպում է, ոչ մի փաստաթղթի մեջ եւ ոչ մի տեղ մեր եկեղեցիների վրա հնում չես կարող կարդալ հայ առաքելական։ Ասում է հայոց կաթողիկ եկեղեցի կամ հայոց եկեղեցի, որ մենք ունենք մի եկեղեցի։ Այսինքն կա հայ առաքելական եւ հայ ոչ առաքելական, դա եք ուզում ասել։ Սա լրիվ այդ պիղծ գարեգենի վերած խաղերն են։ Համաշխարհային այս եկեղեցիների միությունից ստացած փողի դիմաց։ Լսեք, հերիք է դուք փողի դիմաց քալվեարկեք, փողի դիմաց բերանները բացեք, սովից մեռնել ավելի լավ է, ինչպես ես էի անում Հայաստանում։ Կհասնես այդ պահին, երբ որ դու քո խղճի հետ խղճի թելադրանքով կապրես, կհասնես այդ պահին, երբ որ սովից սկսես մեռնել, այն ժամանակ հրաշքը կտեսնես, բոլոր փորձում է Աստված։ Եվ ամեն մի ձեր քծնանկը, շողոքորթությունը, ինքնախապեյությունը եւ սողալու վերև ձգտումը միայն ձեզ հարմարեցնում է ավելի տաք վառվող տեղ դժոխքում, ինչու սա չեք հասկանում։ Մի խոսքով ես չեմ հավատում, մեր եկեղեցում անձնական խոստովանություն չկա, նա ով որ անձնական խոստովանություն է անում եւ ճիշտ ցույցում չի ստանում, քահանայից նա չի օրհնվելու։ Եվ դա շատ կարևոր է, ինչու, որովհետև դու կարող ես խոստովանել քո մեղքը եւ ահա քահանան, որովհետև սրանք իսա ձեռնադրված միայն արտաքինով քահանա գուցե արդարացնի, որ դու ճիշտ ես եւ դա մեղք չէ։ Իմ քահանաները սրբեր են, դարից սրբերն են։ Եվ երբ որ ես գնում եմ անորոշ բաներ, խոսում խոստովանության ժամանակ, ինքը ասում է հոп, ասա ինչ ես արել, որ քո խղճի վրա նստած է։ Ասում եմ հետո սա կանես այդ դեպքը որպեսզի քեզնից հեռանան սուրբ Միքայել հրեշտակապետին կանչիր մեկ ասում է որ դեպքում ինչ է պետք անել եւ գալուս եմ եւ հրաշքներ են կատարվում այսպեսի բան ես չեմ տեսել ոչ մի եկեղեցում հայոց այսպես առաքելական եկեղեցի եմ գնացել ռուսական եկեղեցի Եվ ժամանակակից այս ուկրաինական բյուզանդական եկեղեցի էլ, որ ինձ մոտիկ մարդիկ են, չեմ տեսել այս իրական ներկայությունը Քրիստոսի, որ դու զգում ես, ոչ թե զգում ես, դու ապրում ես իր մեջ, ինքը քո մեջ։ Փորձեք սիրելիներս, եթե եկեղեցիները հիմա գտնվում են այս պատահական մարդկանց ձեռքը, բառից բուն իմաստով շատերը օգտագործեցին եկեղեցին եւ իրենց փայաջան Փողեր հավաքելու, տոներ առան, մեքենաներ առան, սրան նրան ուրեմն քծնելով պաշտոններ ստացան, խոսում են քահանաների մասին, եւ նրանք սատանայի ծառաներ են, լուցիֆերներն են, եւ գիտեք քանի լուցիֆեր քահանա կա մեր եկեղեցում,
զգուշ եղեք, 99% դրանք լուցիֆերներ են, որոնցից մեկ դուք կանիծվեք, կամաց է դա կատարվում, ինչպես նրանք կործանեցին իմ որդուն, եւ դարեցին վրեժ լուծելու ինձնից, որտեղ ես տեսնում եմ իրենց սիրելիներս, եւ ահա, ես նայեցի նորից եմ կրկնում, կա կամ կաթոլիկ եկեղեցի, հիմա Վատիկանի այս մոդեռնիստները կենտրոնացած են արևելյան օրթոդոքս եկեղեցիները, որոնք իրենց տակ են, այսինքն հայկական ծեսի, բյուզանդական ծեսի փչացնելու, ունայնացնելու, այստեղ չկա այլևս, երկու եկեղեցի ունենք կաթոլիկ, երկուսն էլ իրենք տանում են մի կանա եւ մի կին, ամբողջ դա անգամ հայկական ծեսը չէ, բայց ինչքան նայեցի, Հայաստանում այդ վիճակը չէ, Երևանի այդ քահանան ավարտել է Թոմաս Ակվինացու ճեմարանը Հռոմում, չգիտեմ որքանով է նա մոդեռնիստ, խոսեք ով է իրեն ձեռնադրել, ինչ է մտածում ինքը մոդեռնիզմի մասին, ինչքանով է հայկական իր մատուցած ծեսը Սուրբ Ոսկեբերանի ծեսի մեր ժառանգած ծեսին, քննեք ամեն ինչ, ժամանակ չկա, ժամանակ ամեն րոպե այում 5 րոպե անցավ ես խոսում եմ, 5 րոպե մոտեցամ բոլորս մոտեցան կամ դժոխքին կամ երկնային արքայությանը, դուք հասկանում եք, որ ժամանակ չկա, փնտրեք խոսեք քահանան, մի վստահեք ոչ մեկին, այսօր չի կարելի վստահել քահանային եւ բժշկին, եթե երկուսն էլ դիվահարված են եւ նրանց նպատակն է փողն ու շահը եւ իրենց հռչակը, երկուսն էլ սատանայի ծառա են ուրեմն, որովհետեւ այս երկուսն էլ պետք է անեն, անշահախնդիր իրենց կյանքը տալու ձեր հոգու եւ մարմնի փրկության համար Նորից եմ ասում, ես ոչ մի դոլար շահ չունեմ, այն ամենից ինչ որ ես արել եմ, եւ այն ամենը ինչ որ ես արել եմ, ես իմ առողջությունը կյանքն եմ ներդրել, եւ նորից եմ ասում, ես դա չեմ ասում, որ գովեստներ ստանամ, ես ուզում եմ ասում, այդպես պետք է լինի, եւ անգամ ես չեմ կարող ասում, որ Տեր, նայ իմ կյանքը դրեցի ես քո փառքը տարածելու, ինչ դու ով ես, որ դու իմ փառքը տարածես, Այս պիտի լինի Տիրոջ պատասխանը եւ ավելի սարսափելի եւ այդպիսի հանդգնություն չունեմ, որովհետեւ ինչ որ արել եմ իմ խղճի եւ իմ ազատության համար, իմ ներքին կոչումը հաստատելու համար, ուրիշ ոչինչ։ Եվ մինչեւ դու քո կոչումը չունես ամենաազնվագույնը, որը հացից այն կողմ է, դու չես կարող լինել կոչել անգամ մարդ։ Դու չես կարող կոչվել անգամ մարդ։ Եվ Աստված գնում է եւ փնտրում է մարդկության մեջ հենց այսպիսիները որոնք մարմնից, շահից, փառքից, ունեցվածքից, անունից վեր են կանգնած։ Այդ ամեն ինչը ոչինչ է իրենց համար։ Այսօր մեր ազգը ընկած է, սարսափելի ընկած է սիրելիներս, եւ իմ սիրտը շատ է ցավում դրա համար։ Կարդում են, տեղ չի հասնում, հավատում են, հավատք չունեն։ Լրիվ անպետք ծառաներ, լրիվ անարժան քրիստոնյաներ Եվ կարող եք շատ հաջողակ կրապաշտներ լինեք, ուրեմն ընդունեք ձեր կրապաշտությունը, մուսուլմանություն եւ ամեն ինչ։ Աստված չի սիրում կեղծիք։ Քահանա, այսինչ է գործը ծառա 40-օրով ծոմբայ սովորիչ ամեն ինչ, եթե քեզ չեն սովորեցրել 7 խորհուրդներ ինչպես անել, ինչպես փրկել մարդկանց եւ ահա, եթե չես անում գնա, վրա մուսուլմանությունը ընդունի, դուրս արի եկեղեցուց։ Այս է իհարկե ամբողջ եկեղեցին գտնում է քրեական հանցագործի ձեռքին։ Հիմա էլ որտեղ նամես վեհապար, լսեք անհարմար, նա ով որ կտրիչին կասի վեհապար, նա արդեն դա նշան է, որ նա դժոխքում է, որովհետև սրբության հետ դուք կատակ չանես, Աստված չի ծաղրվում։ Նորից եմ ասում այսօր իմ դիմումը հայ ժողովրդին, հայ մարդը որ ինձ լսում է, դա եմ ուզում ասել, Աստված չի ծաղրվում։ Դու կարող ես մարդկանց խաբել, կարող ես ինքդ քեզ խաբել, բայց Աստծուն դու չես կարող խաբել, ուշքի արի։